ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետի լրանալուց 12 ժամ առաջ սպառնացել է համաձայնության չհասնելու դեպքում կործանել Իրանի քաղաքակրթությունը։ Նա հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա հաշվի առնելով, որ Իրանում իր խոսքով տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Մենք դա կիմանանք այս գիշեր աշխարհի երկար եւ բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը, հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփն Իրանին Երևանի ժամանակով մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը ժամանակ էր տվել համաձայնության հասնելու համար, սպառնալով հակառակ դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել երկրի էլեկտրակայաններին եւ կամուրջներին։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հարվածների սպառնալիքների առնչությամբ, հիշեցնելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով։ Այս սպառնալիքների ֆոնին իրանական մի շարք քաղաքներում մարդիկ կենդանի շղթաներ են կազմել կամուրջների վրա եւ էլեկտրակայանների մոտ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ սպառնալիքի իրագործման դեպքում ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից եւ գազից։ Իրանից նաեւ հայտարարել են, որ այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ հարվածների եւ պատասխան թիրախներ ընտրելու ժամանակ։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի հարվածների ընթացքում պատճառված վնասի համար։ Գագաշի խոսքով հակամարտությունը լուծելու համար հրադադարը բավարար չի լինի։ Հարկավոր է տարածաշրջանի ավելի լայն անվտանգության ճարտարապետություն, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավարկության համար անվտանգության կայուն մեխանիզմ։ Կատարի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հայտնել է, որ հակամարտության դիվանագիտական կարգավորման պատուհանն արագ փակվում է։ Պակիստանում Իրանի դեսպանն էլ նշել է, որ պատերազմը դադարեցնելու Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի։ Ավելի վաղ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագիրը, նշելով, որ ցանկանում է պատերազմի վերջնական ավարտ։ Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցվել 10 կետից բաղկացած փաստաթուղթ։ Ըստ աղբյուրների, Իրանը պահանջում է հարվածների անհապաղ դադարեցում, հարձակումների չկրկնվելու երաշխիքներ, հասցված վնասի փոխհատուցում, ինչպես նաև Հորմուզի նեղուցով անցնող նավերի տարանցման վճար սահմանելու թույլտվություն։ Թրամփն Իրանի այս ծրագիրն անվանել է նշանակալի քայլ, շեշտելով, սակայն, որ այն բավականաչափ լավը չէ։ Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները չեն դադարում։ Թիրախավորվել են իրանական մի շարք քաղաքներ կան զոհեր։ Հարձակման է ենթարկվել Խարկ կղզին, որն Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցն է։ Երկրում թիրախավորվել են նաև օդանավակայան, կամուրջ, նավթաքիմիական գործարան։ Իրանն իր հերթին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, վերջին մեկ օրում 130-ից ավելի մարդ է վիրավորվել։ Հարվածներ են արձանագրվել տարածաշրջանի այլ երկրներում։ Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում Հզբոլահի դեմ ևս շարունակվում են, կան նոր զոհեր եւ վիրավորներ։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ 14 միլիոն մարդ, այդ թվում եւ ինքը, պատրաստ են կռվել թշնամու դեմ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը մինչև վերջնաժամկետի ավարտը պատասխան կստանա իրանական կողմից դրական թե բացասական։ Վենսը նաև նշել է, որ մինչ այդ ինտենսիվ բանակցություններ են ընթանալու։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով ռազմական առումով Իրանը պարտվել է եւ այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել։ Նրա պնդմամբ ԱՄՆ նախագահը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, սակայն չի ցանկանում դա անել, հետևաբար ակտիվորեն բանակցում է։ Գնդակն Իրանի դաշտում է, նշել է նա։ Վենսը եւ Օրբանը քննարկել են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Հունգարիայի վարչապետի խոսքով Բուդապեշտը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի գագաթնաժողովը։ Վենսն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններում կան տարրեր, որոնք փորձել են ազդել Միացյալ Նահանգներում եւ Հունգարիայում ընտրությունների արդյունքի վրա։ Վենսի այցը տեղի է ունենում ապրիլի 12-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, ի նշան աջակցության Օրբանին, որը Հունգարիան կառավարում է 2010 թվականից։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոյի խոսքով վերջին անգամ ԱՄՆ փոխնախագահը Հունգարիա է այցելել 35 տարի առաջ։ Վերլուծաբանները նշում են, որ ընտրություններից օրեր առաջ Վենսի այցն ընդգծում է, թե որքան կարևոր է Օրբանի վերընտրվելը ԱՄՆ նախագահի համար։ Ուկրաինան եւ Ռուսաստանն ինտենսիվ հարվածներ են հասցրել իրար։ Ռուսաստանը հայտնել է Լենինգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի մարզերին ուկրաինական հարվածների մասին։ Ռուսական ուժերն էլ թիրախավորել են Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Չեռնիգովը, Խերսոնը։ Երկու կողմն էլ հայտնել են զոհերի եւ վիրավորների մասին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, պատրաստ ենք հայելային քայլերի
ավելի նշել է նա։ Զելենսկին հավելել է, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով նավթ արտահանող երկրներն, այդ թվում Ռուսաստանը, ավելի մեծ գումար են աշխատում, սակայն ուկրաինական հարվածները սահմանափակում են Մոսկվայի այդ հնարավորությունները։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը էներգակիրների մատակարարման մեծ թվով դիմումներ է ստանում։ Դմիտրի Պեսկովի խոսքով բանակցություններ են ընթանում, որպեսզի այս իրավիճակը լավագույնս համապատասխանի հենց Մոսկվայի շահերին։ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ըստ ոստիկանության 3 հարձակվողները վնասազերծվել են։ Նրանցից մեկը սպանվել է, երկուսը ձերբակալվել։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին։ Վիրավորվել է նաև 2 ոստիկան։ Հաղորդվում է, որ 3 կասկածյալները փորձել են մտնել շենք, որի 7-րդ հարկում Իսրայելի հյուպատոսությունն է։ Ներկայացուցչությունը փակվել է ավելի քան 2 տարի առաջ եւ հրաձգության պահին այնտեղ աշխատակիցներ չեն եղել։ Թուրքիայի նախագահը եւ Իսրայելի արտգործնախարարությունը դատապարտել են հարձակումը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։